միջազգային արձագանքը ակտիվ չէ, միջազգային արձագանքը փաստերի ետևում, ինչը ոչ նաև արդեն ներառված մեր միջազգային իրավունքի մասնագետների գնահատմամբ կարծում երեք ներկայիս Ռոբերտ Ամստերդամի ասուլիսին առաջի փաստաբանը չէ, հա, մենք նաև ունեցել ենք Ռուբեն Վարդանյանի դեպքը ու սա էլ արձանագրենք, որ Հայաստանի հետ սերտ կապ ունեցող Մասին փաստացի միջնորդում են դարձյալ 2 ամսով երկարաձգելու կալանքը, ինչու Սամվել Կարապետյանը, ինչու այս փուլում որն է Ես կարծում եմ, որ պլանավորված է դեպքերի Կարապետյանը կարող էր ազատազրկվել օրինակ Ռուսաստանի Դաշնությունում, Ամերիկայում, Ֆրանսիայում մենք հայերս պետք է ողջի կանգնեինք ու պայքարեինք, բայց այն, որ այսօր տեղի ունենում իրավիճակ, որ մեր մեծախոհնում բարերարը, ում անելիքները հիմա սկսել են ստիպած իր ընտանիքի մերձավորները գույքագրել, հա, թե ինչեր է մինչ օրս կատարել, որովհետև իրական բարեգործությունը չհնչեցված բարեգործությունն է, ու այդպես էլ եղել է, հիմա այդ բարեգործությունները փորձում են փախարակել, փորձում են անվանարկել, ու ստիպված իր մերձավոր միջավայրը հետ հայացքով հավաքագրում է դրվագներ, թե այս մարդը Հայաստանում ինչ է արել, ու արել է մոտ $1 միլիարդ բարեգործություն, հասկանում եք մասշտաբը, դա մեր բյուջեի ահռելի մասն է կազմում, մոտ քառորդ չափի պետական բյուջեի, այդ մարդը միայն ներդրում է կատարել իր հայրենիքում, ու այն իրավիճակ, որ մենք հիմա կանգնած ենք խաղաղ դատարանի բակում, հա, այդ զավեշտ է, այդ համահրանք է մեր պետության ժողովրդավար ու իրավական տարերին, որովհետև երբ որ մարդը շուրջ $1 միլիարդ դրսում ունենալով իր հիմնական ակտիվը բիզնես, հա, ներդրում է կատարում, իրեն մեղադրել փողերի լվացման դրվագներով ու դա կանխատեսել էր, հա, ես առաջի օրը դատարանում երբ նրան կալանավորեցի, ասի հիմա կտեսնենք ինչպիսի դրվագներ են գործին ավելացնելու, որովհետև քաղաքական իշխանության հրահանգավորման եւ վախի արդյունքում նպատակ կա մարդուն ընդամենը մեկուսացնելու ու կրկին ընդգծում եմ կալանքը խափանման միջոցից վերածելու որպես պատժիչ մահակի ընդդիմադիր քաղաքական հայացք ունեցող մարդկանց նկատմամբ։ Ու այո, այսօր մարդը ապօրինաբար ազատազրկված է ու իրեն հետ ընդհանրապես ողջ աղերս ունեցող մեղադրանքներ են ավելացնում, օրինակ փողերի լվացում, հա, այն դեպքում կրկին ընդգծում, որ այդ մարդը երբևիցե ըստ էության իր բիզնես գործունեությունն ու ակտիվը Հայաստանում չի իրականացրել, երբևիցե Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում պաշտոն չի զբաղեցրել, սա վիրավորանք է մեր ինտելեկտին ու սա առաջին հերթին հարված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու աշխարհասփյուր հայերից արժանապատվությանը։ Ամփոփելով, հա, ընդհանուր առմամբ, այո, ԵԽԽՎ-ի քաղաքական բանտարկյալ բանաձևերի եթե անգամ մեկ կոմպոնենտը այդ տվյալ դեպքում մարդը ազատազրկված համապատասխանում է, համարվում է քաղաքական բանտարկյալ, այս բարիդրությամբ Սամվել Կարապետյանը բոլոր 5 չափանիշներին էլ համապատասխանում է Սամվել Կարապետյանի իրավիճակը, դա մեկ արձանագրում։ Երկրորդ արձանագրում, Սամվել Կարապետյանը այսօր ապօրինաբար ազատազրկված է, որովհետև ինքը ունեցավ այն համարձակությունն ու քաջությունը կանգնելու հարձակումների ենթարկվող թիրախավորված մեր եկեղեցու կողքին։ Ինչ է եկեղեցին, հա? Մեր սահմանադրությունը ամրագրել է եկեղեցու բացառիկ կարգավիճակը, հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին ունի սահմանադրական առաքելություն ամրագրված հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու հարցում։ Այսինքն տրամաբանական շղթա թիրախավորել են եկեղեցին, հարձակումներ է ենթարկում եկեղեցին, թիրախավորվում է հայի ինքնությունը։
Սամվել Կարապետյանը ես համոզված եմ, որպես հենց հայ մեծանուն բարերար ուներ իր կարմիր գիծը ու այդ կարմիր գիծը հատեցին ու մարդը ունեցավ այնքան համարձակություն ու հայրենասիրություն, որ կանգնի եկեղեցու հայրից ինքնության կողքին։ Հիմա այսօր մենք արդեն երկրորդ օրն է միջնորդությունն է կալանքի երկարաձգման քննում, այսօր առավոտվանից մեր հերթական պատմական խայտարակ ողբերգական ամոթալի դրվագն ենք ապրում, առավոտվանից բերման են ենթարկվել 6 հոգևորականներ, արդեն 8 հոգևորականներ, ես մինչ այստեղ գալիս 6-ի անուններն էի արձանագրել։ Եվ մեկ սրբազան, հասկանու երրորդ սրբազան է ենթարկվել, որովհետև ինֆորմացիա չկա որտեղ։ Ես ուզում էի արձանագրել եւ պատմել, շնորհակալություն հարգելի գործընկերներ, տեսեք, ձեր լրատվող մեր ընդհանրապես ձեր 4-րդ իշխանությունը պատահական չէ, որ դուք իշխանության թեպեք, որովհետև այս ողբերգական օրերին դուք եք հանրությանը հասցնում կատարվելիքը։ Հայեր ջան, այս պահի դրությամբ, երբ հենց եկեղեցուն պաշտպանելու համար կրկին փորձում են երկարացնել Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը, 8 հոգևորականներ առավոտվանից բերման են ենթարկել։ Պատկերացնում եք, Հայաստանի Հանրապետությունում 8 հոգևորականներ եւ եւս մեկ սրբազան հայ, երկուսը հիմա ապօրինի անազատության պայմաններում են, երրորդը բերման է ենթարկել ու առավոտվանից գործընկերներս, մեր փաստաբանական համայնքի ներկայացուցիչները չեն կարողանում այս մարդկանց գտնել, որպեսզի իրացնեն իրենց հիմնական պարտականությունը ու ապահովեն այս մարդկանց հիմնական պաշտպանվելու իրավունքը։ Չեն տալիս ինֆորմացիա իրավապահ մարմինները։ Սա կրկին մարդու հիմնարար իրավունքների կողքագույն խախտում է, սա մեր հայի ազգային ինքնության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է, այսինքն եկեղեցու դեմ հարձակումները միայն պարոն Կարապետյանի ազատազրկման չեն սահմանափակվելու։ Մենք յուրաքանչյուրս մեզ պետք է հարցադրում տան։ Ու անկախ նրանից, հա, եթե դու հայ ես, մենք ունենք հիմա իրավիճակ, որ հայեր կան, ովքեր չեն դավանում եկեղեցին, հա, բայց այնքան գիտակից հայ են, իմ ընկերներից կան, իմ ծանոթներից կան, որ մարդը չունենալով որևէ կրոնական կողմնորոշում իր հայի ինքնության պայմանավորված ծայրաստիճան վրդովված են եւ հենց այստեղ գալիս բախում կանգնում է իր պաշտպանության եկեղեցին։ Հիմա յուրաքանչյուր հայ իրան պետք է հարցադրում գա։ Հիմա նորմալ է ձեր համար, որ առավոտյան զարթնել եք ու 8 հոգևորականի հաստատի առևանգել են, որովհետեւ իրավապահ մարմինները օրենքով ունեն գործողությունների հստակ ընթացակարգ։ Եթե մարդուն բերման են ենթարկվում, պետք է նա իրազեկվի, պետք է նրան թույլ տան իր պաշտպանության իրավունքը իրացնի։ Այս բայդրությամբ մեր 8 հոգևորականները առևանգված են, նրանց չեն թույլ տալի իրացնել իրենց պաշտպանության իրավունքը, ու այս պահի դրությամբ տեղի ունենում եկեղեցու խուզարկություն։ Այս ամենը մտնելու է հայոց պատմության մեջ որպես մեր ողբերգական ամոթալի խայտարակ էջեր, ու մենք լինելու ենք այդ անփառունակ սերունդը, ովքեր թույլ են տվել, որ իրենց օրոք այս խայտարակ ապօրինությունները տեղի ունենան։ Ես հիմա կրկնեմ հա այդ միտքը, մենք իրավաբաններս հիմա մարտիկներ են առանց զենքի մարտի դաշտում ու չենք նահանջում, որովհետև մեր թիկունքում ինչքան էլ որ մենք անձեն ենք ու հարվածներ ենք ստանում, շատ օբյեկտներ են, հա մեր մասնագիտական արժանապատվությունն է, որովհետև նորմալ չի, որ իմ երկրում հիմա մարդուն զուտ երկու խոսքի համար բերեն եւ 4 ամիս ազատազրկեն։ Նորմալ չի, որ իմ երկրում սրբազան հայրեր են ապօրինաբար դատվում, նորմալ չի, որ իմ երկրում այսօր 8 հոգևորական, ես ախնացել եմ, բնականոն կյանքս եմ փորձում վարել, բայց 8 հոգևորականների առևանգել են իրավապահ մարմինները ու մենք չգիտենք ինչպես կազմակերպել իրենց պաշտպանությունը։ Նորմալ չի, որ իմ երկրում, երբ սրընթաց հանցագործությունների աճ է գրանցվում, եկեղեցին խուզարկում է։ Այս ամենը նորմալ չի ու ամեն հայ պետք է իրան հարց տա, իրա նորմալ չի սահմանը։ Ո՞րն է ձեր հարցը։ Երբ է դուք ողքի կանեն, որովհետև ես արդարադատությունը այսքան նահանջում է, իրավունքի վերականգնում այսքան ապրում է ապրում։ Դուք չեք կարողանալ ուժորովել, այս արդարադատության երկակից ընդհանրի արդարադատության համակարգը դառնալու է նաև ձեզ, դուք դառնալու եք դրա շահառու ու այդ ժամանակ ոչ ոք չի դերել արդարադատների կամ պաշտպանության